Ես Ռոման Իսմայելովն եմ, ես համալսարանը որոշեցի սովորել, քանի որ որպես ճարտարապետություն մասնագիտություն, ես միայն լավագույն համալսարանը, որ կարող ճիշտ գիտելիքներ տրամադրել մեզ, ամեն խորհուրդ էլ տվեցին այս համալսարանը։ Ես Շավեշյան Ռզան եմ, Թալինից եմ, այս համալսարանը խորհրդով եմ ընդունվել, իմ հորեղբոր խորհրդով, նրա փորձը ու բացի այդ նաև շինարարության ոլորտը ինձ հետաքրքրել է, այդպիսով հենց այս ուղին ընտրեցի։ Ինժեներ նախագծող եմ դառնալու, շենքերի ինժեներական համակարգերի նախագծող։ Ճիշտ ասած, մինչև մասնագիտությունը ընտրելը որոշել եմ, որ պետք է ճարտարապետություն սովորեմ, ես շատ սիրում եմ նկարել, ստեղծագործել, դա էլ ինձ vocation չէ, ասենց ասած, որ ընտրեմ ճարտարապետություն մասնագիտությունը։ Ճարտարապետությունը որպես մասնագիտություն շատ ազատ մասնագիտություն է, ինչ որ սահմանափակումներ չկան այդ մասնագիտության մեջ։ Այսինքն, եթե ուզում ես ինչ-որ բան ստեղծել ու քեզ այդ դուր գալի, ուրեմն կարաս անես։ Ազգության բեզդի 3 ենք, ես, Ռզան և Նամադը, ծանոթությունը իմ ու Ռզայի միջև եղել է Նամադի շնորհիվ, Նամադին էլ էլի հաղորդումներով եմ տեսել, մի անգամ տեսել եմ, որ ճարտարապետական համալսարանում Նամադ անունով դասախոս կա, այդպես որ ընդունվեցի, դա արդեն եկա մոտիկացա Նամադին, սկսեցինք իրար ճանաչել։ Դե ամեն դեպքում հարազատ դեմքեր, հետաքրքիր է անցնում էլի, երբ որ քո ազգի ներկայացուցիչ նույնպես կա համալսարանում։ Այսօրվա դրությամբ շատ քիչ մասն է մեր երիտասարդության, որ սովորում են ինչ-որ բարձրագույն հաստատություններում։ Ես կուզեմ, որ ավելի շատանա այդ թիվը։ Դրա համար խորհուրդ կտամ, որ ընդունվեն համալսարան։ Մեր կողմերում այդպիսի ինչ-որ հաստատություններ չկան, որ ասենք հենց թեկուզ եզդերեն դասավանդեն, կան դպրոցներ, օրինակ եզդիաբնակ համայնքները, որ դասավանդում են եզդերեն, բայց մենք չենք անցել, քանի որ մեր համայնքներում չկա, բայց կուզեմ գոնե մի քանի համայնք, Արարատի մարզում թեկուզ թե ուրիշ վայրերում մի քանի համայնքներ միանային լիներ, գոնե մի հատ հաստատություն լիներ, որտեղ համ եզդերենի մշակույթին ծանոթացնեին, թե գիրգրականությանը, թե ինչ-որ պարերին ու այլ ավանդույթներին։ Հետաքրքիր կլիներ ու նաև այդպիսով ավելի կզարգանար ու այլ ազգերը, այսպես ասած, կծանոթանային մեր մշակույթին, մեր ավանդույթներին։ Դժվարությունը համալսարանի հետ կապված դասերի պրոցեսի հետ չկա, հիմնականում դե մեր աշխատանքն է պետք է անենք։ Դժվարությունը հիմնականում ճանապարհի հետ է կապված գնալ գալու, քանի որ արտաշատից եմ գնում գալի ամեն օր, դա արդեն խնդիր է մեր համար լինում։ Ես ծնունդով Թալինից եմ, հիմա աշտարակում եմ լինում, այդպիսով ավելի թեթև է մի քիչ։ Առավոտ, երբ որ արթնանում ենք, նախ եւ առաջ այնպես ենք անում, որ հասցնենք գանք դասերին, երբ որ գալիս ենք համալսարան, կախված դասացակից այդ օրվա ընթացքում ինչ ժամ ունենք, մեր դասերը անում ենք հիմնականում 2-ից 3 ժամ է լինում, այնուհետև տուն գնալուց հետո պատրաստվում ենք արդեն մեր կուրսայինները անելուն, առաջադրանքները անելուն։ Իմ դասերն է հիմնականում սկսվում են առավոտ 9:30 ու պետք է ստիպված արդեն առավոտ շատ շուտ դուրս գանք, որ հասցնենք համալսարանին։ Դասերից հետո էլ աշխատանք եմ գնում, մինչև ժամը 6-ը, 6-ից հետո նոր ազատ եմ, տուն եմ գնում ու դասեր բաներ։ Ես համ աշխատում եմ, համատեղում եմ, ճիշտ ասած, իմ մասնագիտական, հենց իմ մասնագիտականի աշխատում եմ, կազմակերպություն կա ճարտարապետական, դասերից հետո կես դրիքով այնտեղ համ աշխատում եմ, համ էլ փորձ եմ ձեռք բերում։ Փորձում համատեղել է, դեռ ստացվում է, խնդիրներ չկան։ Այս բանին ռեստավրացիա եմ անցնում որպես առարկա, դասի շրջանակներում որոշել եմ, որ վերցնեմ ամբողջ գյուղ, Ռիաթ Հազանը եմ որոշել, որ համ կմշակեմ այդ գյուղի ամբողջ մշակույթը, եզդիներին պատկանող, թե կընդգրկեմ շինությունները, թե տաճարը նույնպես ու կստեղծեմ մի այնպիսի նախագիծ, որ որպես ցուցասրահ կարելի ասել, որ կներկայացվի այդտեղ եզդի ազգի ժառանգությունները, մշակույթը։ Ռեստավրացիան իրենից ներկայացնում է վերականգնում, ինչ որ ասենք տարբեր առումներով կարելի է ինչ որ մի հատ հին եկեղեցի վերցնել միջնադարյան ու վերականգնել
պահպանել իր հին վիճակը, վերականգնել, որպես արդեն նորացրած լինի։ Ես այսպիսով վերցրել եմ Ռիադ Հազան, կոնկրետ առարկայական ինչ-որ բան չեմ վերցրել, շինություն կամ ինչ-որ այլ բան չեմ վերցրել, ես վերցրել եմ հենց Եզդի ազգի մշակույթը, այդ եմ ուզում վերականգնեմ։ Ավելի ճիշտ չվերականգնեմ, այլ ցույց տամ, որ կա այսպիսի շինություններ, այսպիսի մշակույթ։ Մեր մասնագիտությունները իրար հետ են էլի փոխկապակցված ու հենց պետք է իրար հետ աշխատենք, որ հասկանանք նախագիծը ինչպես է իրականում։ Ասենք, եթե ապագայում այնպես լինի, որ մի նախագծի վրա աշխատենք, այդպես ես ասեմ, ճիշտ ասած որոշել են կարելի ասել, ստեղծել միայն այնպես կազմակերպություն, որ կունենա ես դերեն ցակմամբ անվանում հենց ու փորձենք ես Ռզանը նամատնել այդտեղ աշխատել, դե լինի մեր եզդիական նախագծման ճարտարապետական օֆիսը կարելի ասել այդպես։ Ինքը որպես մասնագիտություն շատ լավ մասնագիտություն է, ցավոք սրտի հələ որ չեմ հանդիպել ազգությամբ եզդի ճարտարապետ Հայաստանում, ուրիշ երկրներում ինձ թվում է կլինեն, բայց խորհուրդ կտամ հաստատ արժի։ Ես էլ խորհուրդ կտամ իմ մասնագիտությանը հետևել, ինքը ավելի շատ կառուցողական ու նաև շատ օգուտ տվող մասնագիտություն է, հետաքրքիր կլինի էլի, եթե ինչ-որ մեկը հետաքրքրություն ունի շինարարական ոլորտում, հաստատ խորհուրդ կտամ։ Մեր Եզդի ազգի երիտասարդությունը կոչ եմ անում, որ իրանց հիմնական ուղղությունը դնեն ուսման վրա, կրթվեն, դա շատ կարևոր է այս դարում, որովհետև ինչքան գնում է, կյանքը զարգանում է, ու հիմնականում եթե կրթված չեղար, շատ դժվար է լինելու հետագայում։ Կոչ եմ անում Եզդի երիտասարդներին, հենց ինչպես Ռոման ասես, կրթության ոլորտում իրենց ավելի շատ, այսպես ասած, տեղ տան ու փորձեն հետաքրքրվեն ու կտեսնեն, որ կրթությունը շատ լավ բան է ու իրենք կկարողանան, այսպես ասած, ռեալիզացվել ու Եզդի ազգի համար, այսպես ասած, անել լավ գործեր, լավ բաներ ու օգնել համայնքին նաև ճանաչողության թեկուզ, որովհետև փոքրամասնություն լինելով նաև քանի որ երբ որ դու կրթություն չունես, այսպես ասած ավելի քիչ ես երևում հենց հանրային դաշտերում կամ քո արած գործերով եւ այլն, թեկուզ հենց Հայաստանի Հանրապետությանը օգուտ տալով